Բայց ես չգիտեմ ով է ընտրվել։ Ներողություն Մարիամ ջան, կարող ես հիշեցնել ով է ընտրվել թեկնածու։ Հա։ 7 ամսվա մեջ 26 թվականի առաջին 7 ամիսների մեջ արդեն 8 ինքնասպանության դեպք է գրանցվել բանակում։ Հիմա 8 անգամ Պաշտպանության նախարարը պիտի հրաժարական տված լիներ, գետինը մտնես, այ անկուշտ ագա։ 8 անգամ պիտի դու արդեն հրաժարական տված լինեիր, այ գող, այ սրիկասին լքոր, մայրերը, հայրերը, իրենց զավակներին մեծացնում են, տալիս են հայրենիքին ոչ թե կեզ, այ ոտնաքարշ, այ մանկուրտ, դու մանկուրտ ես, որովհետև դու չգիտես ինչ ճանապարհ է անցել հայոց ազգը, Հայաստանը, դու չգիտես, դրա համար նրա զավակները քեզ համար եղած չեղած մի հաշիվ են, ինչ անենք, նախ ես բոլորովին չեմ հավատում ինքնասպանության հարցին, չեմ հավատում, կամ թուրքերն են խփում, թուրքերի խաթրին չկպնելու համար անունը դնում եք ինքնասպանություն, կամ էլ բանակը այն աստիճանի է բարձի թողի վիճակում գտնվում, որ այնտեղ էլ զինվորներն են իրար միսուտում դուրս է գալիս, որովհետև այսօրվա հայոց բանակում որևէ դասյարակչական, հայրենասիրական, դասյարակչական աշխատանք չի կատարվում, ես չեմ լսել որևէ երգիչ, ասմունքող, որևէ պիես տանեն այս 8 տարվա մեջ զորամասերը, զբաղեցնեն զինվորներին, դասյարակեն հայրենասիրություն, դասյարակեն ազգասիրություն, քրիստոնեական արժեքներ, սրանք դպրոցներից են թուրքի նման հանել, հայրենասիրության վերաբերյալ թեմաներով անկյունները, էլ որ մնաց բանակում, թե ձեզ ձեռ է տալիս հայ տղային սպանի, որպեսզի երկիրը պաշտպանող չմնա, էս ինչ եք անում, այդ թուրքի ծնունդներ, երբ եք է դուք սատկեք վերանաք, այս երկիրը ազատագրվի, այսպես չի կարելի ժողովուրդ, դու պիտի մտածես քո մասին, ներողություն, դու պիտի մտածես մաքուր պահելու այն հողը, որի վրա ոտք ես դնում, մաքուր պահելու այն օդն ու ջուրը, որը շնչում ես և խմում, հացդ մի հարամի, հայ ժողովուրդ, այսպես երկար չի կարող շարունակվել, հիշիր, առաջին իսկ ընդդիմության կանչի ժամանակ բոլորս մի մարդու նման պարտավոր ենք հայտնվել փողոցում, որտեղ մեր երկիրը փրկել է պետք, փրկել, ազատագրել է հարկավոր։ Այս կառավարությունը դարձել է ուտող, խմող, քեֆչի հասան։ Ֆեստիվալներ, չգիտեմ, գինու տոն, մենակ գազարի տոն չեն անցկացրել մինչև հիմա, կարծեմ, էլ բան չմնաց, որի տոն չանցկացնեն, դեռ ինչքան էլ դիմացը կա, հոկտեմբերը դիմացն է, այսքան բյուջեն թալանել, ով չի հասկանում, որ այս բոլորը պատրվակներ են, որպեսզի բյուջեից գումարներ, պարզապես աստղաբաշխական գումարներ դուրս գրվեն, իսկ ում գրպան է գնում, ՔՊ-ի, իսկ եթե ՔՊ-ի առաջին դեմքը չզղկտվի, ինքը թույլ չի տա, որ ուրիշ որևէ մեկը մեկ լումած զղկտվի, սա, գիտեք ինչ է, սա աքսիոմա է, սա
թյորեմա չի, որը ապացույց պահանջի, սա աքսիոմա է, եթե առաջին դեմքը ինքը չի զղկտվում, ուրիշներին չի թույլ տա, բնականաբար։ Հիմա էլ պիտի հեծանիվ կշեք, դու էլ ես գնալու այ ճարպակալած հիմար, իդեմս Պապիկյանի էլով կա զինվորականներից, փորը մի մետր իրենից հեռացած, ոստիկաններից, սրբազան պայքարի ժամանակ Տավուշում հերթով կանգնած իրար մի շարքի մի գծի վրա կանգնած ոստիկաններ կային, ինչ-որ մի շատ սրամիտ մարդ գրել էր հղի ոստիկաններ, ոստիկանները բոլորը փորերը հասել է չգիտեմ ուր, հարևանի բակ, որովհետև անգործ են, որովհետև ոստիկանը որ աշխատի, թմրամոլություն այսպես չի հնձի մեր երիտասարդներին, խաղամոլությունը չի կործանի մեր երիտասարդներին, երեկ չի առաջի օրներ կարծեմ, էլի Գևյան կամրջի տակ երիտասարդի դեր հայտնաբերվել, այս բոլորը մեր զավակներն են ախր, ուր եք ոստիկաններ, ինչով եք զբաղված, գրող ու ցավ լինի ձեր կերածը, որ դուք այս երկրին չեք վերաբերվում, ինչպես գանձի, ամեն մեկը իր երկրին, իր հայրենիքին պետք է վերաբերվի որդիաբար, մենք մեր ծնողներին շպրտում ենք մի կողմ, հա? Չենք շպրտում, իհարկե խոսքը նամուս ունեցող, պատվի զգացում ունեցող մարդկանց է վերաբերում։ Եվ մի երկու խոսք ես ուզում եմ Արա Նախշկարյանի մասին ասել, չեմ կարող անտեսել այդ հանգամանքը, որտև այս ՀՅԴ անդամը նաև Հայաստան դաշինքի պատգամավորության թեկնածու է։ Ես բազմիցս ասել եմ, անկախ այս 130-ամյա կուսակցության բոլոր բացթողումներից և սխալներից նաև ժողովուրդ մի մոռացեք, որ այս երկիրը, որը մենք ունենք, դա Բաշապարանի և Սարդարապատի ճակատամարտերի դերևս անթաղ դիակների վրա այս կուսակցության ստեղծած երկիրն էր, որը մեզ բաժին է հասել։ Այնպես որ հերիք է զազրախոսեք դաշնակցական կուսակցության մասին, ես մանավանդ չեմ կարողանում, երբ որ դաշնակ են ասում, գետինը մտնեն այդպես արտահայտվողները, դա նշանակում է, որ նրանք իրենց երկրի պատմությունից գաղափար անգամ չունեն, այսպես չի կարելի ժողովուրդ, դու պիտի կանգնես քո երկրին տեր, դու պիտի պաշտպանես ինքդ քեզ և այդ ժամանակ դու կունենաս և դաշնակից և զորակից։ Ես եմ շնորհակալ։